Հիմա տեսեք մարդկանց մեջ արդեն այնքան են արմատացրել են ասացվածքը, որ քաղաքականությունը դա հազար ներողություն եմ ասում, պոռնիկություն է։ Որ մարդիկ անգամ քաղաքական բառը, որ լսում են, կուսակցություն բառը, որ լսում են, ասես հոսանքին, ոնց որ 220 վոլտ հոսանքով ասես խփում հետ են դառնում, որովհետև իրանց նպատակը հենց դա էր, որ մարդկանց մեջ պաղցեն քաղաքականության մոտիկ գալու թույլտվություն։ Այ եղբայր, լավ, սենց վերցնենք էլի, ժողովրդի հետ կարծես թե հիմա ուզում եմ մենախոսության մեջ մտնեմ։ Եթե քաղաքականությունը դա պոռնիկություն է, բա ո՞նց ես դու քո երեխու ապագան պոռնիկներից հեռու թողած ասում ես ղեկավարեք իմ երեխու ապագան։ Ես դա հարց եմ ուզում տամ։ Դա համար ինչ է։ Հարցը ճիշտ ասած տրամաբանությանը չի, ինչի համաձայն չէ, որովհետև ցանկացած պետության մեջ քաղաքական էլիտա գոյություն ունի։ Այսինքն քաղաքացի ոչ, դուք ուզում եք քաղաքացին է ձևավորում այդ ապապետության մեջ ապրել։ Չէ, ապապետության մեջ չէ, ապա բարոյականության մեջ չապրել։ Այսինքն քաղաքացին դառնա տերը երկրի, որ եղբայր ես չեմ ուզում այս սրիկանը։ Այդ գեղեցիկ խոսքերը հավատացեք Փաշինյանն էլ էր։ Փաշինը ինձ չհամեմատեք Փաշինյանի հետ, որովհետև ինքը իր ապաց կյանքով թե մինչև ընտրվել է, թե ընտրվելուց հետո ցույց ա տվել, թե ինչ սրիկայանն է։ Միշտ իր գործունեությունը քանդեք։ Եկեք իմ գործունեությունն քանդեք, անցյալը ներկան։ Ես ինձ Ռոբերտ Քոչարյանի Եվրոդատարանում հաղթելու համար, ինձ անձամբ ինձ Եվ որ իդեպ ես ձեզ ասեմ, որ մինչ օրս ես միակն եմ ամբողջ Եվրոպայում, ամբողջ արևելյան Եվրոպայում, հետ սովետական երկրներում, որ ընտրական իրավունքի խախտմամբ Եվրոդատարան եմ հաղթել։ Ես միակն եմ, եւ դրա համար նա ինձ վտալի ենթարկում։ Որ հարցում, ինչ հարց է։ Ընտրական իրավունքի խախտմամբ, որ ինձ ապօրինաբար ընտրություններից զրկեցին։ Հանեցին ցուցակներից։ Մարդիկ գալի բիլուտենը վերցնում էին, տենում էին իմ ազգանունը չկա, Սարուխանյան գրում են, նշանը դնում գնում են, ինքը ճիշտ անվավեր էր դառնում, բայց այդպես բաներ են արել։ Այս Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ որ ցուցակներում էիք դուք, դա մաժորիտարի դեպքում էր, երբ էր մաժորիտարի դեպքում։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Որ ցուցակներում էիք կամ որտեղ էիք, մի քիչ այդ մասին ասեք։ Շնգավիթ տարածքում։ 3 տեխնացու ենք։ Ես Վերսանդիկ Հակոբյան կարծեմ ազգանունը, Վերսանդիկը եւ Կարամելի Հարութ էին ասում, Հարություն Ղարագյուզյան։ Այսինքն մշտապես ինքը թե Բարգավաճով, թե Հանրապետը իր համար կապ չուներ։ Եվ դա էլ արդեն ապացույց էր, որ թե Բարգավաճ, թե Հանրապետական որ կուսակցություններ, ձեր թիկունքում որ կուսակցություններ։ Ես այմական էի միշտ։ Այմ։ Այո, բայց ես որպես կուսակցական չէի առաջադրվել, այլ որպես մոժարատար առանձին անհատ։ Այսինքն այնտեղ այմը վիճակի չէր։ Մեծամասնականով մաժորիտար եք ասում։ Այո, մեծամասնական թույլ էր տրվում, ասենք ով ցանկանում է ինքնին առաջադրել։ Ես առաջադրվել էի։ Եվ այնքան վտանգավոր տեխնացու էի իրանց համար, որ ինձ ուղղակի ընտրություններից հանեցին։ Եվ դուք կարողացաք հաղթել Եվրոդատարան։ Դա տևեց 4 տարի ու կես։ 4 տարի ու կես հետո ես հաղթեցի։ Իդեպ ես ասեմ այդ վճիրները իմ հաղթանակի վճիրը եւ A1+ տենց հերոստատ ծրագիր կար, եթե հիշում եք։ Այո, եւ իրանք մեկ շաբաթվա տարբերությամբ մեր հաղթանակները դուրս եկան։ Իրանք էլ էին դիմել ինչ-որ հարցով, իրանք փակելու եթերազրկում։ Այո, եւ իմը այսօր այդ գործը, այդ դատավարույթը, ասենց ասենք Եվրոդատարանում, որպես ուսուցողական դասընթացներ Եվրոպայի, Ամերիկայի լավագույն համալսարաններում, իրավաբանական ֆակուլտետներում ուսուցում են։ Վիկիպեդիան բացեք նայեք, թեման ուրիշ բանի մասին էր։ Երբ որ ինձ մահափորձ արեցին եւ վթարի ենթարկեցին, այո, եւ միակ լրագրողը որ գրեց դրա մասին, դա Առավոտ թերթն էր։ Անունը չեմ ուզում տամ, այդ աղջիկը որտեղ Ռուզանա Մինասյան, այո։ Դե ենթադրում եմ, թեմաները իրեն։ Ինքը գրեց, օրինել, ասենց կիսա մահափորձ թե պատահականություն, այսինքն գոնե անդրադարձա, բայց մանրամասնությունը լրիվ նկարագրում է, որպես մահափորձ։ Գնացի դիմեցի Նիկոլ Փաշինյանի թերթին եւ իր կնոջ Աննային, երբ որ իրանք այդ եկեղեցու բակում ունեին մի հատ sense գրասենյակ։ Ասեցի այս հարցը բարձրացեք, ասում բլոկադա է։ Փակ, sense չես կարող ոչ մի լրատվամիջոցի անհնար է։
ասես մենք կուսումնասիրենք։ Թողեք գրավոր գրեք, բերեք, ասեք թե որ ես սա նստեմ գրեմ։ Այն ժամանակ բլոկադա էր, հիմա էլի բլոկադա։ Այո, իհարկե, KGB-ն հələ ոչ միտեղ չի գնացել։ Նույն KGB-ն է եղել եւ շարունակում է։ Չեմ զլանա նորից եւս մեկ անգամ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Գոնե այս հարյուրավոր եւ հազարավոր սելավ, ասենք, ապակ տեղեկատվության մեջ ինձ հրավիրում եք։ Ինձ հրավիրում հնարավորություն եք տալի գոնե 1-2 ամսը մեկ, գոնե դուրս գա ճշմարտության մի բառ։ Ես նորից եմ ասում շնորհակալություն Տիկին Գայանե եւ Նոյան Տապան գործակալ։ Ես ինչ եմ ուզում ասեմ։ Վերջացնեմ միտքը։ Եվ այդ Նիկոլ Փաշինյանը եւ իր այսինքն այդ կինը տվեց պատասխան, ասաց նման թեմաներ մեր թերթին հետաքրքիր չեն։ Ռոբերտ Քոչարյանի դեմ այնվաղ ես բան էի գրում։ Իրանց հետաքրքիր չէր մահափորձը, իրանց հետաքրքիր չէր Եվրոդատանում Ռոբերտ Քոչարյանի պարտությունը, սա է Նիկոլ Փաշինյանի պատկերը եւ երբ որ դուք համեմատում եք ինձ Նիկոլ Փաշինյանի հետ, թե Նիկոլ Փաշինյանն էր ասում, ես ես ուղղակի նկարագրում եմ Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, թե որ թվականներից էր ինքը դեռ գործակալ եւ իշխանության դեմ թույլ տրված չափսերի մեջ արտահայտվի եւ անգամ ազգային ժողովում ստեղծեցին մի հատ բան, երբ որ Շմայսին ասում էր, արա դու ես այս տղես, ինչի տղեն, դու ես սենց, ինչ որ իմիջ էին ստեղծում, արա տղայ այլը տեսեք, արա Շմայսը, սենց զավտրիկի տեղ կուտեր, ոսկորներն էր կթքեր զուգարը։ Նիկոլը իր համար ով էր։ Եվ այդպես Նիկոլ Փաշինյանը ոչ տղավարի կարող էր դիմակայել, ոչ իր ճշտությամբ, ոչ էլ իր մտքի ուղեղի թռիչքով։ Ոչ մի ձևի չէր կարող դիմակայել։ Եվ թշնամիները երբեմն, երբ որ գրավում են տվյալ տարածքը, այդ տարածքից ընտրում են ամենատականքներին, ամենավատերին եւ դարձնում են այդ տվյալ տարածաշրջանի ղեկավար։ Դա սենց հազար ներողություն Բակի բառապաշարով ասեմ, որ կայֆավատ են։ Օրինակ անձամբ ես երբ որ Բաքուն կգրավեմ, այն ամենաչոլախին ու ամենաբանին կընտրեմ ՏԵ-ի ղեկավար, ուսից կնայեմ կխնդամ, կասեմ, ես չի ես ազգը։ Մեր ազգը, դուք պատկերացնում եք կամանդոսի նման գեներալը, մի հատ անկյունում են Դոսաֆի շենքում մի հատ սենյակ էին տվել, այդ մարդը արա Շուշին ազատագրողն էր, բայց ազգային ժողովում որպես ռազմական գեներալներ ներկայացնում էին կռազի շոֆերները, Մանվելն ու Սեյրանը, որ աշխարհը նայում էր, ասում սա, արա ասում են մարշալ ունեն, գեներալ ունեն, այս ազգն արա, իրանց գեներալները նայ ազգային ժողովում լավագույն գեներալներն են, չեն ներկայացված լինում։ Այսենց մեր վրա կայֆավատ էին ելնում։ Ովքեր։ Ռուսական կայսրությունը իրանց գործակալական ցանցի միջոցով։ Ես ասում եմ Հայաստանը ղեկավարվում է Լուբյանկայի 3-6-ի վրա միացած քառակուսի մի հատ սենյակ, երկու հատ մայոր կամ մի հատ փող գնդակ։ Այսօրվա ազգային ժողովը եւս այդ կայֆավատի։ Բայց իհարկե, այսօրվա ազգային ժողովը լրիվ անկապների բան է։ Մի մասանդե ովքեր, ասենք, գիտակցումը, որ ինքը գործակալը հատուկ էլ ընդեն ներդրված է, որ այդ ռամսերը պահի տեղը, այն մնացած մարսը այն իշխանության ձգտող եւ կամ այդ իշխանությունից կարճած լակոտակրատիա են սարքել։